Ողջույն բոլորին, այսօր մայիսի 23-ն է, օրը ուրբաթ։ Մինչև ժամը լուսաբաց 03:26 դեռ կլինի լուսնային 25-րդ օրը արդեն սկսված լուսաբացից ժամը 03:26 մինչև շաբաթ օրը մայիսի 24-ը ժամը 03:33 կրկին լուսաբաց կլինի արդեն լուսնային 26-րդ օրը։ Լուսինը այսօր կանգնած դիրք չունի։ Լուսնային 26-րդ խորհրդանիշը իհարկե դոդոշն է եւ ճահիճը։ Դոդոշը դա ստերի բացահայտումն է նաեւ։ Օրվա կարգախոսը հավասարակշռություն գտնելը դա հաջողության գրավականն է։ Օրվա գույները կանաչ եւ դեղինը։ Օրվա քարերը ժադեիտ, նեֆրիտ եւ քրիզոպրաս։ 26-րդ լուսնային օրը այդքան էլ բայնպաստ օր չէ։ Այսօր ձեր տրամադրությունը անընդհատ կարող է փոխվել։ Այսօր չարժե ինչ-որ բան անել կամ սկսել, քանի որ այդ օրը ոչ մի բան ձեզ մոտ չի ստացվի։ Ամեն ինչը անբարենպաստ կստացվի ձեր եւ ձեր գործունեության համար։ Աշխատեք այսօր գումար չծախսել խոշոր գնումների վրա, քանի որ ապագայում կտեսնեք, որ ձեզ ընդհանրապես պետք չէր դա։ Ուշադիր եղեք, հնարավոր են կողոպուտ եւ կարող է որևէ բան դուք ինքներդ կորցնեք։ Եվ իհարկե եղեք հավաքված, քանի որ այսօր հնարավոր են շատ կոնֆլիկտներ։ Փորձեք ավելի քիչ շփվել մարդկանց հետ, որպեսզի խուսափեք կոնֆլիկտներից։ Շփվեք միայն այն մարդկանց հետ, ում իսկապես վստահում եք։ Այսօրվա համար մի ծրագրեք որևէ ճամփորդություն, այլ պարզապես մնացեք տանը։ Վարորդներին խորհուրդ, որ շատ զգույշ լինեք եւ վեճերից եւ հատկապես մեքենա վարելիս։ Հնարավոր են արտակարգ իրավիճակներ։ Փորձեք վատ բաների մասին չմտածել, այլ միայն լավ բաների մասին մտածեք, երբ որ ղեկին եք։ Նաև հարաբերություններում կարող են լուրջ վեճեր լինել։ Վեճերից հետո կարող է ձեզ ավելի դատարկ զգաք եւ ընկճված։ Եթե կարողանաք հաղթահարել ինքներդ ձեզ եւ ապագայում ձեր մեջ զարգացնեք մեծ համբերություն, ինչպես նաև ուրիշներին ներելու կարողություն, ապա կկարողանաք տիրապետել լուսնի այս ծանր էներգիային եւ այն վերածել մաքուր սիրո, ինչը ձեզ թույլ կտա դառնալ իսկապես երջանիկ եւ պայծառ մարդ։ Առողջություն։ Ուշադրություն դարձրեք ձեր վահանաձև գեղձին, սրունքներին, կոճերին եւ մկարներին։ Այդ օրգաններում վիրահատություններ չի կարելի։ 26-րդ լուսնային օրը դուք պետք է ուշադիր հետևեք ձեր առողջությանը, քանի որ այսօր ծագած հիվանդությունները կարող են շատ լուրջ լինել եւ հանգեցնել վտանգավոր հիվանդությունների։ Սպորտով զբաղվելիս ձեզ շատ մի ծանրաբեռնեք, կարող եք վնասվածքներ ստանալ։ Այսօր նաև չի կարելի միս ուտել։ Կարող են խնդիրներ առաջանալ աղիքների եւ ստամոքսի հետ։ Այսօրը հարմար է մերսման, հատկապես ասեղնաբուժության, ինչպես նաև կոսմետիկ պրոցեդուրաների համար։ Դեմքի խնամքի համար շատ բարենպաստ շրջան է։ Բայց ոչ մի դեպքում մի դիմեք ատամնաբուժի, հատկապես ատամի հեռացման համար։ Կարող եք նվազեցնել գորտնուկները, խալերը եւ մաշկի այլ թերությունները։ Լուսնային 26-րդ օրը ազդրերը, եղունգները եւ ատամները շատ խոցելի են։ Հիանալի օր է նաեւ մաշկի բուժման եւ գեղեցկության սրահներ այցելելու համար։ Այսօր չարժե վերանորոգում կամ շինարարություն սկսել։ 26-րդ լուսնային օրը շատ վատ է աշխատանքի եւ բիզնեսի համար։ Այսօր անհնար է նաեւ որևէ բանակցություններ վարել։ Պետք չէ գործարքներ կնքել, պետք չէ ֆինանսական գործարքներ իրականացնել։ Գործարարները պետք է հատկապես զգույշ լինեն եւ ուշադիր լինեն իրենց գործընկերներից։ Հնարավոր են վեճեր ու սկանդալներ գործընկերների ու վերադասների հետ։ Լավ օր է փաստաբանների համար։ Նրանք առանձիջան գործադրելու իրենց գործը շահելու են, պաշտպանելով հաճախորդին դատարանում։ Իսկ ուսանողները, ովքեր նոր են սովորում իրավաբան նաև դառնալու համար, անկասկած լավ կհանձնեն իրենց քննությունները։ Այսօր բարենպաստ շրջան է նրանց համար, ովքեր որոշել են թողնել աշխատանքը։ Դուրս գալու հետ կապված խնդիրներ չեն լինի։ Բացարձակապես հարմար օր չէ ռոմանտիկ ժամադրության եւ հարաբերությունների համար, քանի որ շատերի համար օրը ծանր է էմոցիոնալ առումով եւ չունի ռոմանտիկ տրամադրություն։ Հարմար օր չէ ամուսնության կամ նշանադրության համար, օրը հարմար է ավարտված ու հնացած հարաբերությունները խզելու համար։ Լավագույն օրն է նաեւ ամուսնալուծության համար։ Մազերը կտրել չի կարելի, իսկ ներկել կարելի է։ Կլինեք ավելի մարդամոտ եւ գրավիչ։ Բեղմնավորված երեխային սպասվում է հարստություն եւ փառք։
Նա կարող է շատ բանի հասնել, բայց տարօրինակ կերպով։ Վտանգավոր փառասիրությունը կարող է խոչընդոտ դառնալ նպատակին հասնելու համար։ Նման մարդը միշտ վճարում է անցյալի մեղքերի համար, բայց նաև ստանում է ավելին, քան բարի գործերի համար։ 26-րդ լուսնային օրը ծնված երեխան բարեկեցիկ եւ հարուստ կլինի, բայց հնարավոր է նաև որ նրան հաճախ կողոպտեն։ Յուրաքանչյուր ոք, ով ծնվել է 26-րդ լուսնային օրը, պետք է սովորի բերանը փակ պահել, ընդհանրապես, հնարավորինս քիչ խոսել։ Ձեզ թույլ մի տվեք նաև բան ասել։ Եթե ինչ-որ մեկին խոստում եք տվել, պետք է կատարեք այն, որքան էլ դա ձեզ համար դժվար կամ անհարմար լինի։ Այս լուսնային օրերին երազները ցույց են տալիս ձեր բնավորությունը։ Ձեր երազներում դուք կարող եք իրականում տեսնել ինքներդ ձեզ։ Եթե դուք ձեզ հաջողակ ամենակարող եք տեսնում, ապա ժամանակն է իջնելու երկնքից եւ սթափ գնահատելու ինքներդ ձեզ։ Եթե դուք ինքներդ ձեզ դժբախտ եք տեսնում, դուք շտապ պետք է բարձրացնեք ձեր ինքնագնահատականը եւ հարգեք ինքներդ ձեզ։ Բայց պետք է հաշվի առնել, որ լուսնային օրը սկսվում է ժամը 3-ից հետո, կամ պետք է 3-ից հետո տեսնեք այդ երազը, կամ հաջորդ օրը, իհարկե, քնելուց մինչև 3-ը։ Աշխատեք ուշադրություն չդարձնել երազներին, այլ նաև նայեք ինքներդ ձեզ եւ գնահատեք ամեն արժեքավոր բան ձեր մեջ։ Նաև որոշ երազներ իրականանում են, եւ դրանք նաև հանգեցնում ցանկությունների իրականացմանը։ Ժամանակն է ձեռք բերել այն ամենը, ինչը ցանկանում եք։ Նաև այցելեք տաճարներ եւ եկեղեցիներ։ Հավելյալ քարերը զարդանախշն է, դեղին նեֆրիտը։ Այսօր փորձեք շփվել փորձառու մարդկանց հետ յուրաքանչյուր ոլորտում։ Եվ այսօր կարող եք փոքր գնումներ կատարել, բայց ոչ շատ խոշոր իրեր, իհարկե թանկարժեք։ Ինչ կարող եք անել այս լուսնային օրը, ամենօրյա գործեր, բայց հասարակ գործեր, ձեզ մի տանջեք։ Մերսում, սպա, կոսմետիկ ընթացակարգեր եւ փոքր գնումներ։ Ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը նոր առաջադրանքներից եւ նախագծերից, շփումներից շատ, նաև մասնակցություն զանգվածային միջոցառումներին, լուրջ ձեռքբերումներից, այսինքն այդպես թանկարժեք գնումներից եւ ակտիվ սպորտային գործունեությունից։ Եվ այսօր բարենպաստ է թողնել ծխելը, մաքրել լյարդը, նաև բարենպաստ է արդեն ներկել մազերի ներկումը ասացի, անշարժ գույք ձեռք բերել, հարցազրույցի համար է շատ բարենպաստ, նացածը շատ չեզոք են, չունենք, բարենպաստ նաև սափրվելն է, բարենպաստ դեպիլացիա, մազահեռացումը նույնպես բարենպաստ է։ Այսքանը, սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։